փաստորեն այս հաղթանակներից նա թողել է միայն հաղթանակը ֆաշիզմի նկատմամբ։ Շատ կարևոր է, իհարկե, ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը եւ մեր պապերը իրենց կյանքը տվեցին, որպեսզի ֆաշիզմը տապալվի։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք ունեցել ենք էլի հաղթանակներ եւ ընդհանրապես խնդիրը այն է, որ մեր անկախությունը կառուցվել է հենց հաղթանակներով եւ առանց հաղթանակների չէր լինի։ Ընդ որում այստեղ խոսքը նրա մասին է, որ հայ ժողովրդի երկու հատվածը եւ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի այդ երկու հատվածը ոչ թե կռվում էին ինչ որ տարածքներ գրավելու կամ բանը ինչ որ Ադրբեջանի դեմ, մենք կռվում էինք մեր ազատության համար, մեր անկախության համար եւ մեր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Իսկ հեսա ավարտեմ ուղղակի ու իսկ այն ինչ որ կատարվեց, երբ որ մեզ ներքաշեցին 20 թվականներին 20-23 թվականների պատերազմներին Նիկոլ Փաշինյանը իր ես չեմ խուսափի այդ սահմանումից ոճրագործ քաղաքականությամբ ներքաշեց մեզ այս կործանարար պատերազմների մեջ մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ հատված մեր ժողովրդին ենթարկվեց ցեղասպանության ու վտարման։ Բայց մենք պետք է միևնույնն է վառ պահենք այդ հաղթանակների հիշատակը, որովհետև այդ հաղթանակները առաջին հերթին խորհրդանշում են մեր կամքը դեպի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը աշխատում է, որ նաև տանի այս մյուս հատվածը հայ ժողովրդի դեպի ստրկացում եւ ադրբեջանացում։ Հետևաբար մենք այսօր մեր մեծ հերոսներին այս հիշատակի, այս մեր հարգանքի տուրքը մատուցելով նաև այդ ենք ուզում ընդգծենք, որ թույլ չենք տա, որ նա կործանի նաև Հայաստանի ինքնիշխանությունը։ Բացի հաղթանակների հիշատակ, այսպես ասենք, հարգելուց, եթե դուք գաք իշխանության, ո՞նց եք բերելու նորից այդ հաղթանակները։ Այն հիշողություն լինի, օրինակ Արցախի դեպքում։ Լսեք, հաղթանակը դա առաջին հերթին հզոր պետությունն է, որը ապահովում է իր ժողովրդի համար ազատություն, ինքնիշխանություն, բարեկեցություն եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք այդպես ենք բերելու։ Մենք մի ամբողջ ռազմավարական ծրագիր ենք ներկայացրել ամսի 7-ին, որը բոլորիդ խորհուրդ եմ տալիս ուղղակի գնալ կարդալ մեր սայթում anc.am-ում, որտեղ մենք իսկապես ռազմավարական լուծումներ ենք ներկայացրել, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը գալիս են ասում են, այս կանենք, այն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք, շատ լավ։ Իսկ ձևը առաջարկում եք, մեր ամբողջ ծրագիրը հենց գործիքակազմ է, ձև, ինչպես մենք պետք է լուծենք այդ խնդիրները։ Ասենք ասում եք գյուղացու համար պետք է եկա մտաբեր սարքենք բանը գյուղատնտեսական գործունեությունը։ Ոնց։ Մենք շատ կոնկրետ ծրագիր ենք դնում եւ առաջին անգամ օրինակի համար մտնում ենք այդ պետական օպերատորի ստեղծման գաղափարով։ Խոսում ենք ատոմակայանի կառուցման մասին, խոսում ենք Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցման մասին, բազմաթիվ այլ ծրագրերով ուսանողական բանկի ստեղծման մասին, որ պետք է ապահովի մեր ուսանողների համար, երիտասարդության համար ըստ էության անվճար կրթությունը, բազմաթիվ գործիքներ ենք մենք ցույց տալիս, թե ինչպես ենք բարելավելու կյանքը, ասենք նույն աշխատավորների համար, գործարար աշխարհի համար, գյուղացիների համար, երիտասարդների համար, թոշակառուների համար, բոլոր կատեգորիաների համար։ Զուրաբյան, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է Ղարաբաղյան շարժումը ճակատագրական է եւ Արցախը մերը չի, սա ուրացում է, ինչու է նման հայտարարությունը։ Լսեք, Նիկոլ Փաշինյանը միշտ փորձում է այնպես ներկայացնել վերջին ժամանակաշրջանում, որ իբր մենք ինչ որ տարածքային նկարտումներ ենք ունեցել Ադրբեջանի նկատմամբ, ինչ որ, չգիտեմ, ագրեսիա են գործել եւ այլն եւ այլն։ Մենք ընդհանրապես պաշտպանել ենք Արցախի ժողովրդին ոչնչացումից ու վտարումից։ 90-ական թվականների ամբողջ այդ
պայքարի իմաստը դա է եղել, որ մենք չթողենք, որ մարդկանց իրենց պատմական հողից քշեն, բնորանից, այո, քշեն։ Մենք այդ ենք արել, մենք ուրիշ բան չենք արել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թողեց, ինչ որ էտապների խրախուսեց այդ նույն ոչնչացումը ու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ինքը ասում է թակարդ էր, իսկ մենք հիմա բանը, թակարդ է տարել, իսկ մենք մեր պետությունը թակարդից հանեցինք, ես մի հատ պարզ հարց եմ ուզում ձեզ տամ։ 2008 թվին հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը խանդավառ կերպով պաշտպանում էր առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ իրան համարում էր հաղթած նախագահ, գովաբանում էր նրա Ղարաբաղյան քաղաքականությունը, այսինքն հարցա չէ ծագում։ Հասել ենք 2026 թվական։ Ինչ է փոխվել, Նիկոլ։ Ինչ է փոխվել։ Իր անկալումն է փոխվել։ Ես բացատրում եմ, իրականում ինչու է փոխվել այդ անկալումը, որովհետև 2008 թվականից հետո մի այսպեսի բան կատարվեց։ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի ղեկավար եւ կործանեց, բառից բուն իմաստով կործանեց Արցախը։ Կործանեց Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատվությունը, 5000 կյանք տվեց։ Սա հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին միջև գերեզման ու գերեզմանում էլ, որովհետև ինքը գիտի, որ ինքը պատասխանատու է հայ ժողովրդի առաջ, պատմության առաջ, այն ոճրագործությունների համար, որ ինքը կատարել է հայ ժողովրդի հանդեպ։ Ինքը դա գիտի, դա այդ ամենակարևոր բանն է, որ իրան քնել չի թողնում գիշերները։ Ինքը շատ լավ գիտի, որ այդ պատմական բանը մեղքը իր վրա է։ Հետևաբար ինքը պետք է գտնի ինչ որ ելք։ Ելքը հետևալն է, դու պետք է վարկաբեկես քո նախորդների ձեռք բերած հաղթանակները ու քո պարտությունը ներկայացնես որպես ինչ որ մի մեծ հաղթանակ, փրկություն եւ այլն եւ այլն։ Բայց իրականում այդ ամբողջը բլեֆ է, խաբեություն է, որովհետև ինքը անգամ չգիտի, այսքանից հետո, այս բոլոր ձախողումներից, ոճրագործություններից, այսքան կորուստներից հետո ինքը էլի չգիտի Հայաստանի ճանապարհը։ Այդ որ ասում է գնում ենք Եվրոպական միություն, Եվրոպական միությունը դրա մասին ըստ էության չգիտի, որտեղ Եվրոպական միության ընդհանրացման ծրագրում կա 9 երկիր, բայց դրանց ցանկի մեջ չի մտնում Հայաստանը։ Այսինքն Եվրոպական միությունը անգամ չի էլ պլանավորում, չի էլ մտածում նման գործընթացի մասին։ Բայց Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իբր մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, այդ դրոշը, բայց մենք հո գիտենք այդ դրոշի տակ ինքը ուրիշ բան է թաքցնում, այստեղ միտեղ տենց թաքցնում է Ադրբեջանի դրոշը, որովհետև իրականում այն խաղաղության մոդելը, եթե դա կարելի է կոչել խաղաղություն, որը առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված 4-րդ հանրապետության խաղաղության մոդելը, դա ուղղակի մի մոդել է, Հայաստանի մոդել է, որի տերն ու տիրակալը Ադրբեջանն է։ Ինքը ուղղակի հանձնում է Հայաստանը Ադրբեջանի կառավարման։ Այդ որ ասում են մեկ-մեկ է, ասում են մենք ոչ թե Ռուսաստան ենք գնում, մենք գնում ենք Թուրքիա, այսինքն քննադատները ասում են, ի՞նչ է Ռուսաստանից ուզում եք պրծնեք, որ գնաք Թուրքիա։ Ես ասում եմ, շատ մեծ օպտիմիստ եք, Թուրքիա չեք գնում, գնում եք Ադրբեջան։ Շատ ավելի գավառական, շատ ավելի կոռումպացված, շատ ավելի ինչ ասեմ, ցածրորակ կառավարման տակ ենք մտնելու։ Էս է անում Նիկոլ Փաշինյանը։ Իդեպ կուզեի նաև, եթե հարմար է, խոսենք այս թեմայի մասին։ Ես կարծում եմ ամենամեծ վտանգը, այսօր տեսեք, մենք տոնում ենք մեր հաղթանակները պատերազմներում, այսօր Հայաստանի վրա կախված է նոր պատերազմի վտանգ։ Այդ պատերազմը դա բանն է Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև, Ամերիկայի եւ Իրանի միջև պատերազմի տարածման, Հայաստանի վրա տարածման վտանգն է։ Բայց ես եկեք այս պատերազմի մասին մի հատ ավարտեմ։ Չէ, նայեք, Փաշինյանը գնում է շատ վատ ուղով։ Նա Հայաստանը ուզում է դարձնի արևմտա-արևելյան հակամարտության թաթերաբեմ։ Ինքը բռնել է շատ կոնկրետ կողմ, ըստ էության Հայաստան հրավիրում է հիբրիդային պատերազմ։
Այս է ամենամեծ վտանգն է, որովհետև մենք գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, որոնք հայտնվում են այդ վիճակում, Ուկրաինան, Մալին, Աֆրիկայի Սախելի մի քանի երկրներ եւ այլն եւ այլն։ Մենք այսօր Հայաստանը պետք է զերծ պահենք այս գլոբալ պատերազմի վտանգից։ Իսկ դրա ձևը միակն է։ Հայաստանը չպետք է ճամբարավորվի, պետք է չեզոքություն պահի, պետք է լավ հարաբերություններ հաստատի եւ Արևմուտքի, այսինքն Ամերիկայի, Եվրոպական միության, եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, եւ Չինաստանի, եւ Հնդկաստանի։ Ինքը կներեք, ինքը դա հերթական նիկոլական խաբեություն է, ոչ մի բալանսավորված քաղաքականություն ինքը չի վարում։ Արդեն բոլորին ակնհայտ է, որ ինքը վարում է Ալիևի պահանջների բավարարման քաղաքականություն։ Այդտեղ ոչ մի բալանսավորված բան չկա։ Բնականաբար Իրան շատ շնորհակալ են Եվրոպական միության լիդերները, որովհետև այդ քաղաքականության հետևանքով Հայաստանի հետ ինչ կլինի կարևոր չի, բայց մի բան հաստատ կլինի, Ռուսաստանին դուրս կմեղեն Հարավային Կովկասից, Իրանին կմեկուսացնեն։ Էսա ինչի համար շոյում են Նիկոլ Փաշինյանի գլուխը։ Ու ինքն էլ շատ լավ գիտի, եթե այս ամեն ինչի հետևանքով լինի մի մեծ աղետ հայ ժողովրդի գլխին, դուժելու է հայ ժողովուրդը, ինքը չի դուժելու, իրան վերջին անգամ, վերջին պահին, չգիտեմ, ուղղաթիռով դուրս կհանեն, կտանեն եւ իր ամբողջ կյանքը արդեն կպահեն, կփայփայեն։ Էս է ամբողջը, մեզ պետքա ամեն ինչ անել, որ մենք խուսափենք այս վտանգներից, մենք գլխավոր ռազմավարական սպառնալիքները սա են, որ մենք կարող ենք մեր ինքնիշխանությունը կորցնել, որ մենք կարող ենք հայտնվել հիբրիդային պատերազմում, որ մենք կարող ենք հայտնվել էներգետիկ ճգնաժամի մեջ։ Հասկանում եք, այս դրա շուրջա կառուցված մեր ծրագիրը, թե ինչպես մեր ժողովրդին մենք այս վերահաս վտանգներից փրկենք։